Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ասում էր պատերազմ ես բերելու օլիգարխիա, Սերժ Սարգսյանին ասում էր քրյա օլիգարխիա մոնղոլ թաթար, թող Փաշինյանից բանավիճեն, գան երեքով բանավիճեն։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր ՀՀՇ-ն չէր ուզում, որ մենք հաղթեինք, Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում, հիշում եք իր իշխանության տարիներին։ Սովռսական են այդ նույն մեղադրանքները։ Սերժ Սարգսյանն էլ հիմա իր թիմի անդամների բերանով, շուրթերով ասում է, որ Քոչարյանի նման մարդասպան չէինք, որ մարտի 1 անեինք։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է թողի, որ իրեն երեքով բանավիճեն իրար հետ։ Բայց ամեն դեպքում առաջին նախագահի ակտիվությունը ըստ ձեզ ինչով է պայմանավորված։ Սա նախընտրական տրամաբանության մեջ է, որովհետև դուք էլ ասացիք, առաջին նախագահը ըստ էության իր հայտարարություններով սկսել է հակասել ինքն իրեն։ Սկսել է սատարել նույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, կաթողիկոսին եւ եկեղեցին է պաշտպանում ինչ-որ երևակայական հարձակումներից։ Ինչի մասին են այս հայտարարությունները նախընտրական տրամաբանության մեջ դիտարկել։ Գիտեք, ես երբևիցե այսպես անձնական գնահատական չեմ ուզեցել տալ, բայց որքանով տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը չի այդ քաղաքական աշխուժության հեղինակը, ելնելով նրա ֆիզիկական իրավիճակից, մենք տեսնում ենք դա հիմա այնպես չի, սա բամբասանք է եւ անընդհատ այո, մեկը մյուսին հակասող հայտարարություններ են տեղադրում։ Իր շուրջը կան մարդիկ, որոնց քաղաքական ողջ օրակարգը Լևոն Տեր-Պետրոսյանի անվան շուրջ է կառուցվել, անուններ չտամ, իդեպ 2-3 հոգի են